Շարունակում ենք ուրիշ նորությունները։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք մի արվեստագետի, ում ստեղծագործություններն ու գործունեությունը կապված է լորվա բնաշխարհի, գույների ժառանգության հետ։ Մի մարդու, ով տարիներ շարունակ կտավին է հանձնում ոչ միայն իր ներաշխարհը, այլև պահպանում եւ զարգացնում է թումանյանական աշխարհի լավագույն ավանդույթները։ Մեր տաղավարում է գեղանկարիչ, ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը։ Բարի գալուստ, պարոն Ջավախյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ նկատել եք։ Շատ շնորհակալություններ։ Իհարկե գիտեք ինչ կա Երևանից դուրս, երբ որ գնահատում են կապ չունի Ալավերդում է թե Սիսիանում է, եթե արվեստագետ մշակույթի գործիչին նկատում են, դա արդեն մեծ առավելություն է։ Ամեն ինչի, որ պետք է Երևանում ներդնեն, նաև պետք է երես թեքեն դեպի ռայոններ եւ տեսնեն ինչ կա այնտեղ։ Իհարկե ռայոններում մեծամասամբ նվիրալների ուսերին է, որը շատ դժվար է մշակույթ պահել եւ մշակույթ զարգացնել։ Որի համար նորից ես շնորհակալ եմ, որ կարողանում եք նման մարդկանց ի հայտ բերել եւ ցույց տալ նրանց աշխատանքները։ Իհարկե ես էլ չեմ սպասում, որ ինչ-որ մեկը ինձ հրավիրի, ստեղ կամ այնտեղ գնամ, գլուխս կախ իմ աշխատանքս կատարում եմ, որովհետեւ դա Աստծո շնորհք է, ես պարտավոր եմ կատարել այն ինչ որ ինձ տված է։ Իսկապես դա նվիրյալի առաքելությունն է կատարել իր գործը, զգալ այդ առաքելությունը եւ հաճախ մենք չգիտենք այն մարդկանց մասին, ովքեր շատ մեծ գործունեություն են ծավալում ազգանվեր, ամենքը իր տեղում, իր ոլորտում, ուրախանանք, որ կյանքի օրոք ենք բացահայտում, որովհետեւ մեզ բնորոշ է հետ մահու մարդկանց ճանաչել։ Լուսավոր բաներից խոսենք։ Ճիշտ է, որ ասում են լորվա աշխարհը պատկերելու համար պետք է անպայման լորեցի լինել, որովհետև կա որոշակի լորվա ֆենոմեն կամ լորվա կոդը, համաձայն եք այդ մտքի հետ։ Ուրիշ մեկը չի կարող այդպես արտահայտել։ Գիտեք ինչ կա, ես չեմ ինչ որ բարձր բառերից, բարձր նոտաներից խոսամ, ես փոքր երեխա էի, Ալավերդին չէի սիրում, լորին չէի սիրում։ Ինչու՞։ Որովհետև նախ մետալոգիական գործարանն աշխատում էր, գազ, կեղ, թույն, փոքր երեխայի գլուխս ցավում էր։ Շատ ցավում էր գլուխս։ Հա, ու ես շատ վատ էի զգում, երբ որ ես ընդունվեցի, ես արդեն քաղաքից դուրս եկա, երբ որ նկարիչների հետ շփվում էի, եւ տարբեր կարելի ասել Հայաստանում տեղ չկա, Ղարաբաղում տեղ չկա, որ գնաց հաճ չլինեմ, ես նոր հասկացա, որ ես ինչ հրաշալի տեղ եմ ծնվել ես։ Իզուր չի որ Թումանյանը ծնվել է այդտեղ, Հրանտ Մատեոսյանը ծնվել է այդտեղ։ Պետք է ապրես այդտեղ, պետք է զգաս ամեն հողն ու թուփը, դեպետի խշշոցը, երբ որ Թումանյանը անուշ է ներկայացնում իր ստեղծագործությունների մեջ, ինչ-որ բան ասում է, դա հեսնեն չի։ Եթե դու քո տանից կամ փողոցով քայլում ես ու այդ խշշոցը դու լսում ես, ակամայից ինքդ ուզում ես ինչ-որ մի բան արտասանես եւ ասես, ստեղծագործես։ Այդ ուժը հենց գալիս է տեղում, արմատն ընդեղ է, ծառի արմատն ընդեղ է։ Իսկ եթե ես այդ սնուցում ընդեղ ստացել եմ, պետք է ստեղծագործեմ ուրեմն ես։ Այնքան պատկերավոր եք նկարագրում, իսկ ես ուզում եմ Այլ հրավիրում եմ ձեզ։ Սիրով։ Ուզում եմ նրանք, ովքեր գիտեն կհիշեցնեմ, նրանք ովքեր չգիտեն կտեղեկանան, Ալավերդիում կանգնեցված է ձեր մոնումենտալ մի քանի քանդակներ, Քաչնազարը, Հառաչանքը, Ծնունդը, ինչպես նաև Հաղպատի եւ Աղթալայի վանքի մուտքի դռները։ Իսկ ինչ է զգում արվեստագետը ստեղծելով կապը անցյալի պատմության եւ ներկայի միջև։ Գիտեք ինչ կա, լավ է զգում։ Այն ժամանակ, երբ որ կատարել ես, կատարողի ինչ որտեղ կատարողի դերում ես լինում, բայց ոնց որ փոքր երեխան ծնվի եւ չզգաս դրա համուն հոտը։ Տարիները անցնում, երբ որ նա մամա է ասում, պապա է ասում, նոր դու տենում ես, որ դու պապա ես, տենում ես, որ մամա ես, պապա ես, նորը զգում ես։ Նկարներ, քանդակներ, մանրակերտներն էլ ժամանակ է պետք, որ դու նրան հասկանաս, թե դա ինչ է։
Եվ տարիների արդեն երբ որ անցնում են, հետես նայում տենում ես որ ինչ-որ բան կատարել ես էլի եւ հիանում ես քո արածով եւ շատ ժամանակ ես չեմ հավատում, որ ես դա եմ, ես դա կատարել եմ։ Հառաչանքի ծերունու առաջ ես կանգնում եմ, հաճախ ասենք անցնելիս կանգնում եմ եւ նայում եմ ու զարմանում եմ, ոնց եմ ես սրան քանդակել։ Իմիջայլոց քանդակել եմ 3.5 մետր բարձրություն է 15 օրում։ Ես զարմանում եմ, թե դա ոնց եմ կարողացել կարճ ժամանակում ստեղծագործել։ Երևի թե ամենամեծ գնահատականը հենց արվեստագետի իր աշխատանքի դա այն զարմանքն է, երբ ինչ որ մի պահ կողքից է նայում իր աշխատանքին եւ ասում եմ միթե դա ես եմ ստեղծել, լինի քանդակ, լինի կտավ կամ երաժշտություն, պոեզիա, կարծես այդ պահին դու ես ներգործում այդ ամենի հետ եւ մի վերինուշ ուղղորդում եք ես, իսկ հետո դու սովորական պայմաններում նայում ես կողքից եւ զարմանում ես։ Այդ քանդակից խոսեցիք եւ անպայման այստեղ ուզում եմ նշել, որ դուք աշակերտել եք լեգենդար քանդակագործ Կարլեն Նուրիջանյանի մոտ։ Եվ գուցե դարձյալ այս պահին այս անունը ոմանց ոչինչ չասի, բայց բավական է նշել Հայկ Նահապետի արձանը, Վահագն Վիշապաքարի արձանները եւ մարդիկ միանգամից կմտաբերեն պատկերը աչքի առաջ եւ գուցե հենց այս պահին ֆիքսեն ով է հեղինակը։ Ու թեև դուք շարունակեցիք թե քանդակագործության ասպարեզը, թե գեղանկարչության, մեկը մյուսին փոխլրացնում է, թե ոչ։ Ինձ համար այո։ Ես ուրեմն քանդակում եմ մի երկու բառ եթե կարելի է Նուրիջանյանի մասին ասեմ, ես հիացած եմ, որ վարպետս վերածնվեց։ Ես հիացած եւ հպարտ եմ, ճիշտ է, որ ասենք քանդակների տեղը, դիրքը դա չի, պարզապես ինքը ծնվեց նորից։ Ծնվեց այն ուժը, որ ինքը, այն լացը, որ ինքը արվեստանոցում ամեն օր սպասում էր իր գնահատականին հայ ժողովրդի կողմից, նա գնաց եւ տենց էլ չստացավ։ Նա հզոր քանդակագործ է, թողներենից բոլոր քանդակագործները, որովհետեւ նման ժանրի քանդակագործ մենք չունենք։ Իսկ նման մարդուն քանդակները տարբեր անկյուններում գցած տարբեր Երևանի անկյուններում կարծես թե իսկ նա մեծ հայրենասեր էր, մեծ քանդակագործ էր։ Նրա մոտ ես մտնելով հայ ժողովրդի պատմություն կարծես, ես այդ դասընթացն էի անցնում, ոչ թե միայն քանդակ էի սովորում, տեսնում, գողանում աչքերով, այլ նաև հայ ժողովրդի պատմության դաս էի ստանում ես իր մոտ։ Այդպես մեծ հայրենասեր էր։ Շատ առանձնահատուկ նշեցիք քանդակների տեղի ու դիրքի մասին։ Արդյոք դա ոչ պակաս կարևոր է, քան ինքը քանդակը։ Կբացատրեք։ Այո, դե գիտեք ինչ կա, Հայկը մասիվում նետը գցում է մասիվի բնակարանների վրա, որը դա վարպետի ցանկությունը չէր, դա չէր։ Նրա ուղղությունները տարբեր տեղ էին։ Քարը գցում է նորից Երևանի վրա, դա չի։ Ստեղ վիշապա խեղտում վարպետը ուրիշ բաներ ասում։ Դուք գիտեք ավելին։ Ավելին գիտեմ, նա ուրիշ բաներ ասում, դա ուրիշ վիշապ էր։ Բայց էլի ես շնորհակալ եմ, իմ մեջ շնորհակալությունը ես ով եմ, հայտնում եմ, որովհետև իմ վարպետս նորից ապրեց։ Հիմա ինչ որ չափով, երբ կարելի ասել վերածնվեցին քանդակները, կյանքը շարունակվում է ուղիղ եւ փոխաբերական իմաստով քանդակների եւ գոնե անունը բարձրաձայնվեց ձեր ուսուցչի։ Իհարկե։ Եթե կարելի է ձեր հարցին շարունակեմ առաջին հարցին, ուրեմն դուք նկարչուն քանդակ ասեցիք այդ ուժերի մասին, ինձ համար մեկը մյուսին լրացնում են։ Ես մի ձեռքով ես հաճախ եմ ասում, մի ձեռքով նկարում եմ, մի ձեռքով քանդակում եմ։ Հավասարազոր են երկուսն էլ եւ եթե մոդիկից տեսնեք իմ գեղանկարչությունը, այնտեղ քանդակ է։ Ես ինչքան որ քանդակ զգում եմ, իմ գեղանկարչության մեջ այդ քանդակը զգում եմ։ Ինչքան որ ես քանդակում եմ, այնտեղ ես էլ այդ գույնը զգում եմ, այդ ծավալն զգում եմ։ Երկուսն էլ ինձ շատ է օգնում։ Եվ շատ ժամանակ երբ որ նկարներ եմ նայում պատկերասրահներում կամ ինչ-որ ցուցասրահներում անում, այդ ծավալի բացակայությունը հենց գալիս է դրանից, որ նրանք քանդակից շատ հեռու են։
Իսկ գեղանկարը միայն կտավը լցնելը չի։ Այնտեղ շատ ու շատ խնդիրներ կա դրված, որ պետք է կարողանա նկարիչը իր արժև դրած այդ խնդիրները լուծի։ Նկարիչը պետք է իր արժև դրած խնդիրները լուծի, իսկ արվեստը, մասնավորապես գեղանկարչությունը, եթե դիտարկենք այսօրվա տեսանկյունից տեխնոլոգիական դարաշրջանում, երբ մարդիկ այցելում են, ասենք, նույն պատկերասրահ եւ պահը որսալու եւ զգալու փոխարեն հանում են սմարթֆոնները եւ նույնիսկ կտավը դիտում են սմարթֆոնի էկրանից, որքանով կարելի է, որքանով հետաքրքիր է այսօր արվեստը, գեղանկարչությունը ժամանակակից մարդուն։ Գիտեք ինչ կա, ճիշտ է, դա գնալով վերանում է, ոնց որ մարդկանց ասում են գիրք կարդա, դա ստիպելով չի։ Իսկ ես մի բան ասեմ, երբ որ ես ստեղծագործում եմ, ես նկարում եմ, ուրեմն այդ պահին ես կտրվում եմ ամեն ինչից շատ բարձր եմ, շատ Ինձ ձեզ չի մտահոգում ոչ մի բան։ Չէ։ Եվ իմ մոտիկները, իմ հարազատները, իմ աշխատակիցները գիտեն, որ իմ ստեղծագործության ժամանակ ինձ ոչ մի բան չպետք է ասեն, սուրճ խմում եք, թե չէ, կամ ինչ-որ մի բանով ընդհատեն, որովհետև ես շատ ու շատ բարձր եմ։ Իրոք շատ բարձր եմ։ Ես վերևից եմ նայում, ոչ թե նայում եմ մարդկանց եւ ինչ-որ բան ցածրացնում եմ, այլ մշակութային բարձունա, որ իմ մոտ դա կա։ Իսկ պատկերասրահներում, ցուցասրահներում, երբ որ դու գնում թերթում ես, ճիշտ է, դա կռիվ է արդեն, մշակույթի հետ կռիվ է, բայց նման բան, եթե դու չես զգում, չես տենում, էլ ինչ խոսես մշակույթի մասին, պետք է դու զգաս ու տեսնես։ Հենց նկարը դա է, որ դիտողին տանի հեռու, ինքը թողա, որ դու զգաս, իսկ ինտերնետով հեռախոսի մեջ դու չես կարող դա տեսնես, չես կարող զգաս։ Կտավը պետք է տեսնես անպայման, ինչ որ տեղեր երևի չի կարելի, բայց կտավը շոշափես, ձեռդ դնես քանդակի վրա, շոշափես, այդ քանդակագործը տեսնես, ինչ նուրբ անցումներ է տարել։ Տեսնելու, շոշափելու մասին ասացիք եւ չեմ կարող չանդրադառնալ մի նախագծի ազգային պատկերասրահի շոշափելի ճարտարապետություն նախագծի մասին է խոսքը, որը դուք ստեղծեցիք Վարդգես Սուրենյանցի Սուրբ Հռիփսիմե վանքը կտավի մանրակերտը։ Եվ սա հնարավորություն է տալիս տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար շոշափել եւ շոշափելով զգալ, թե ինչ է պատկերված, եթե կարելի է այդպես նկարագրել։ Ինչպիսի զգացողություն է այս նախագծի մեջ մասնակից դառնալը եւ արդյոք սա արվեստի նոր սահման է բացում։ Գիտեք ինչ կա, ինձ համար նախ շատ մեծ պատիվ էր, շնորհակալություն այն մարդկանց, որ դա ինձ թույլատրեցին ես այդ աշխատանքը կատարեմ։ Եվ ներողություն սա մի անգամյա է լինելու, թե շարունակական, այսինքն այդ մեկով արդյոք կսահմանափակվի։ Պետք է որ շարունակեն, ինչքան որ ես տեղակ եմ, որտեվ պետք է շարունակեն, դա մեծ ծրագիր է, պետք է շարունակեն։ Ինձ համար մեծ պատիվ էր, որովհետև թվարկեցին քանդագործների անուններ, որ սրանք, բայց կանգ են առել ին վրա եւ ինձ էին վստահել, որ ես այդ աշխատանքը կատարեմ։ Իմիջիայլոց ես առանձին ինչ-որ բաներ չեմ արել, մանրակերտներ, էսեն, որ նրանից փորձեմ կատարել, վերցրել եւ քարը ու փորագրել եմ այդ եկեղեցին ստացել եմ ես, որը շատ բարդ ճանապարհով եմ գնացել։ Միևնույն ժամանակ ես միշտ մտածում եի, այ ոնց որ ձեռներս սկսում էի այդ քարին, շոշափում տարբեր տեղեր եւ ասում էի, այս մարդը, այս որ չի տենամ, ինչ ազգալու, ճիշտ ազգալու, ծավալը ճիշտ ազգալու, գմբեթը ճիշտ ստանալու, այդ պատուհանները, այդ ամեն ինչը, դու վրայով գնում ես, անցնում ես այն ճանապարհը, որ կույրը կկանգնի եւ ձեռքերը կքսի։ Ես այդ ճանապարհով անցել եմ, ու շատ դժվար ծանր ճանապարհ է դա։ Երբ որ դու ուզում ես տեսնես այն մարդուն, աչքերդ փակես եւ աշխատես։ Ես տեսել եմ ինչպես տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ Սուրբ Էջմիածնում շոշափում էին խաչքարերը եւ մի պահ ինձ թվաց, որ իրենք ավելին են տեսնում, քան մենք, որովհետեւ հայտնի է, որ իրենց կայարանները ավելի կարծես զարգացած են, կարծես չէ, այդպես էլ կա։
Եվ դա շատ նուրբ մի աշխարհ է, որտեղ երբ որ դու մասնակից ես դառնում, այդ ձեր շնորհիվ մարդիկ հնարավորություն կունենան իսկապես գալու եւ մեկ այլ զգայարանով ընկալելու արվեստի գործը, տեսնելու փոխարեն։ Գիտեք, երբ որ քանդակում ես պորտրետ, դիմացած նստած ինչ որ մեկին դու քանդակում ես, երբ որ դու ավարտում ես, նայում ես ու ասում ես նման է կամ նման չի, չէ, ինչ որ ստացել ես դու, իսկ դու ձեռքերիդ ափերով դու կավը շոշափում ես։ Ի վերջո էներգիա է փոխանցվում։ Հա, դու զգում ես այդ մարդուն, եթե այդ հոգեվիճակը տվել է, դու զգացել ես ձեռքերի միջոցով, այդ միջև ուղեղին հասնելը, ձեռքերիդ ափի միջոցով դու դա զգում ես։ Զգում եւ այդ հոգեկան վիճակը կարողանում ես ներդնել քարի մեջ, կավի մեջ։ Հնարավոր չի դու շոշափելով այդ առաջի ճանապարհը դու անցնում ես արդեն։ Ճիշտ է, աչքերդ բաց քանդակում ես, բայց նաև դու շոշափում ես ուրիշ ճանապարհով։ Եվ դու կարողանում ես ստանալ այն, ինչ որ ասենք հուզումա դիմացինին։ Գնահատելուց, գնահատվելուց խոսեցինք մեր զրույցի սկզբին եւ դարձյալ ուզում եմ անպայման նշել, որ 2022 թվականին ձեր Ալավերդի եւ Կեսոր կտավները ընդգրկվեցին ազգային ֆոնդում։ Ինչ է զգում հեղինակը, երբ կյանքի օրոք հասկանում է, որ իր աշխատանքները ազգային արժեք են եւ արդեն պետականորեն գնահատված են։ Ինչ զգացողություն ունեցաք։ Դա ինձ համար նորից մեծ պատիվ է։ Մեծ պատիվ է Սուրենյանցի բաժնում ունենաս աշխատանք։ Ես համարում եմ Սուրենյանցի թողնեն բոլոր նկարիչները, ներկա եւ անցյալ նկարիչները, ինձ համար առաջին նկարիչը Սուրենյանցն է, որ կարողանում ես, ոնց որ Կարլեն Նուրիջանյաններ, նաեւ Սուրենյանցը սովորել ամեն ինչ, նկարչություն, գծագրություն, գծանկար, արվեստի պատմություն նորից, ամեն ինչ Սուրենյանցից կարողանում ես սովորել։ Ինձ համար մեծ հպարտություն է դու իր սրահում ցուցադրվես։ Իսկ նաև երկու նկարներ էլ վերցնեն քեզանից, քու կենթանության օրոք վերցնեն ազգային պատկերասրահ։ Ճիշտ ասած, ես քայլում եմ եւ զարմանում եմ, ասեն նայում եմ ազգային պատկերասրահին, ասում եմ՝ միթե իմ աշխատանքներից կա ստեղ։ Ես չեմ ալիլ, բայց ստեղ նկարներս կան։ Դա մեծ նվաճում է ինձ համար։ Եվ այն մարդկանց շնորհակալ եմ, որ տեսան գնահատեցին։ Առաջին հերթին բանը նա չէ, որ կատարում ես։ Պետք է գնահատեն, պետք է տեսնեն։ Իհարկե դա շատ մեծ խթանող ուժ է արվեստագետի, ստեղծագործողի համար, իսկ արվեստագետ, ստեղծագործող եւ ինչպես դուք նկարագրեցիք շատ նրբորեն եւ գեղեցիկ, որ ոչ թե մարդկանց եք վերևից տեսնում, այլ ստեղծագործելիս կարծես կտրվում եք այս առօրյայից, կենցաղից, ամեն ինչից եւ մեկ այլ հարթություն եք տեղափոխվում։ Ու հանկարծ դրան զուգահեռ ադմինիստրատիվ աշխատանք տնօրենի։ Այդ բախումներ լինում են արվեստագետի եւ ադմինիստրատիվ աշխատողի։ Գիտեք ինչ կա, իմ աշխատողներս ոչ մի անգամ այնտեղ կան հսկիչներ, էքսկուրսավարներ, ես իրանց մոտ տնօրեն չեմ։ Ես իրանցից մեկն եմ։ Եթե պետք է այնտեղ ինչ որ բան կա կեղտոտ կամ ապակյա կոտրված, ես ինձ ոչ մի անգամ տնօրենի տեղ չեմ տնում, որովհետեւ ես սովորել եմ դա Շահեն Խաչատրյանից։ Ես տեսել եմ Շահենից շատ բան եմ սովորել։ Իսկ մարդը երբ որ պետք է իրեն տեղում զգային տնօրեն, ոչ կարա ստեղծագործի, ոչ էլ կարա լինի տնօրեն։ Իմ մոտ լրիվ այլ հարթության վրա է։ Բայց կան որոշակի պարտականություններ, նույն ադմինիստրատիվ, թղթաբանություն եւ այլն։ Բոլորն էլ իրանց աշխատանքը գիտեն եւ կատարում են առանց ինչ որ դու քեզ զգաս տնօրեն, որը շատ լավ է։ Չի խանգարում ձեր ստեղծագործելուն։ Բացարձակ չէ, բացարձակ։ Մարդկային ճիշտ հարաբերություններ պետք է ունենաք։ Նախկին պատկերասրահը որ կա, որտեղ որ ունեինք բանկային համակարգ բանկետ հարևանություններ, այնտեղի աշխատողներն ինձ հաճախ ասում են՝ լսի, ցենդ լսում ենք ինչ որ աշխատողի հետ, ինչ որ բարձրած խոսում եք, բայց դուս եք գալի շատ ջերմ իրար հետ զրուցում եք։ Հա, ասում եմ, հա, տանը չեն խոսում իրար հետ։ Ինչ տարբերություն։ Դա բարձրացակ ոչ մի նշանակություն չունի։ Ստեղծագործողը ստեղծագործում է եւ աշխատանքներ կատարում է բարձր մակարդակի վրա։
Պարոն Ջավախյան, ուզում եմ մեջ բերել ձեր մտքերից մեկը, մի առիթով ասել եք արվեստը մարդուն մաքրագործելու, նրան ավելի բարձր հոգևոր մակարդակի հասցնելու առաքելություն ունի։ Այսօրվա արդեն ասացինք, որ բավականին բարդ իրականության մեջ արդյոք արվեստը չի կորցրել այդ մաքրագործող ուժը, թե հակառակ դարձել է միգուցե միակ այդ փրկողակը։ Գիտեք ինչ կա, երբ որ սենց ասեմ սովի ժամանակներն եկավ, ի հայտ եկան մարդիկ, որ ոնց կային, նենց էլ կային։ Վատ բան էին անում եւ մեղա պատճառաբանում են, բա սովը հատ չկա, էս չկա, այն չկա, չէ։ Արդարացնում են։ Դա արդարացում չի։ Մարդու մեջ ինչ կա, դու այդ ձևել ներկայանում ես։ Դրա համար ոչ մի անգամ չի լինի, որ ինչ որ բան դու նկարես եւ քեզ խափես։ Պետք է մաքրվես եւ այդ նկարիչները, մաքրվող նկարիչները ցուցասրահում երևում են։ Եթե երեխա չդառնաս, չես կարա ստեղծագործես, չես կարա մաքուր ներկայանաս։ Ինչ հետաքրքիր է։ Պետք է մաքուր լինես, շատ մաքուր լինես։ Այս նկարում էի վրձինով եւ այդ վրձինը, այդ մաքրությունը, որ ես պետք է կտավին հասցնեի, դա ինչ չհերիքեց, վերցրեցի մասեղինը եւ արդեն ինձ համար ներկա ավելի ես մաքուր եմ վերցնում, ավելի ոնց որ գրագետ իմ տեսանկյունից, այն ժամանակ կարծես ես ներկա խեղդում էի, կորցնում էի, շատ ման էի գալի վրձինով, բայց տենց էլ կորցնում էի, չէի կարում կտավին դնեմ։ Իսկ հիմա ավելի ազատ եմ նկարում, ավելի մաքուր եմ նկարում, այդ մաքրությունը գալիս է հենց քու ներսից է գալի։ Դե դու ձեր բախտը բերել է, դուք արվեստագետ եք, ունեք մաքրագործվելու այդ գործիքակազմը, իսկ նրանք ովքեր դիտում են պարզապես, արդյոք կարողանում են մաքրագործվել արվեստի միջոցով, մենք սովորական մարդիկ։ Գիտեք, ցավոք, ես հաճախ երբ որ գալիս են հյուր պատկերասրահ, եթե ազատ եմ, ազատ չեմ, աշխատում եմ լինեմ կողքը, ու ինչ որ բան խոսեմ, ու ինձ ասում են, կներեք 5 րոպեով եմ եկել, էլի 5 րոպե ու շուտ ուզում եմ գնամ։ Պատկերասրահ 5 րոպեով։ Պարզապես ժամանակ 5 րոպե ու դուրս գանք։ Ես այդ 5 րոպեն դարձնում եմ շատ երկար եւ դուրս գալիս արդեն այդ 5 րոպեն ինքը չի նայում ու ասում է լսեք, էլի ես գալու եմ։ Դու դրան տանում ես այդ մաքրման ճանապարհին ես կանգնացնում։ Եվ ինքը լավ ազգում, երբ որ կողքը կամ մասնագետ, երբ որ դու բացատրում ես այդ նկարիչը այս գույնը ոնց է վերցրել, այս տարածությունը ոնց է ստացել։ Եթե դու նրան ուղղորդում ես, արդեն ինքն էլ քեզ հետ ինչ որ ձևը ուզում է նմանվի, ու դա հաղթանակ է։ Այ դուք նշեցիք, որ Ալավերդին մանկության տարիներին չեք սիրել, որովհետև իսկապես դա արդյունաբերական քաղաք է եւ շատ գործարաններով, իսկ այսօր ինչ է տալիս պատկերասրահը սովորական շարքային Ալավերդցուն։ Շատ ծանր վիճակում է այսօր։ Պատկերասրահը, թե բնակիչները։ Պատկերասրահը։ Մենք ունենք տարածք առաջին հերթին։ Բայց ունեցել եք նախկինում։ Ունեցել ենք ընտիր տարածք 40 տարի։ Եվ ինչ պատահեց։ Եվ գիտեք, հույսով ենք, որ նորից էլի նոր տարածք կունենանք, նոր կյանքով, նոր ձևով մեր պատկերասրահը կաշխատի։ Այսինքն հնին վերադարձ չկա։ Չկա, չեմ էլ ուզում անդրադառնամ։ Իսկ ամբողջ պահուստային ֆոնդը պատշաճ վիճակում է պահպանվում հիմա։ Իհարկե, դրա մասին ոչ մի խոսք։ Մեր ժառանգությունը չի տուժում։ Ոչ մի անգամ չի տուժել, չի էլ տուժի ժառանգությունը, եթե իմ նման մարդկանց ձեռքերում է, որ առաջին հերթին պատկերասրահն անոր տունն է, ոչ մի անգամ չի տուժի։ Իսկ Ալավերդին մենակ շահում է, շատ քիչ մարդ Շատ են գալիս տեղացիները։ Շատ գալիս են, բայց արդեն չի հետաքրքրում։ Գիտեք ինչ կա, նախ Առօրյա հոգսերն են շատ։ Առօրյա հոգսերը շատացել է, մարդիկ մտածում են օրվա հացի մասին։ Ռայոններում շատ դժվար են վճարունակ։ Իսկ զբոսաշրջության համար զբոսաշրջությունը գիտեք ինչ կա, մասնաճյուղերի վրա դնելը դա շատ դժվար խնդիր է։
Դա պետք է լուծվի շատ բարձր մակարդակով, որովհետև ես քանի անգամ դռներ եմ թակել, ինձ պարզապես ասել են տուրիստը ուզում է գնա եկեղեցի եւ փողեր չծախսի, նա մոմել չի առնում։ Պարզապես գնում նայում դուրս է գալի։ Պետք է նրանց ուղղորդեն։ Ունենք 13-14 մասնաճյուղ, իրենց պետք է ուղղորդեն, այդ բոլոր մասնաճյուղերում ունենք հրաշալի նկարներ։ Պետք է ուղղորդեն պարզապես։ Երևի թե տուրիստական կամ զբոսաշրջության փաթեթի մեջ պետք է ներառվի։ Դա մասնաճյուղի գործը չի։ Դա մեր գործը։ Ես շատ եմ վազվզել, շատ եմ ուզել, որ տուրիստներ տանենք, բայց տեսել եմ, որ չէ։ Իզուրա։ Կարող է ինձ մեղադրեն, ասեն խուսափում ես, փախչում ես, չէ։ Տեղում ես շատ գործ եմ անում։ Տեղում դպրոցների աշակերտներից բռնած, կարելի ասել, ուրիշ մակարդակի միջոցառումներ բարձր կատարվում արվում է, բայց տուրիստների հետ շատ դժվար է։ Պարոն Ջավախյան, եւ մի գուցե շատ մասնագիտական հարց չէ, բայց հետաքրքիր է։ Ձեր քանդակներից կամ գեղանկարչական աշխատանքներից կա մեկը, որից երբեք չեք բաժանվի, ոչ մի պայմանով, ամենաթանկը, եւ արդյոք ամենալավ ու ամենասիրված աշխատանքը արդեն ստեղծվել է, թե այն ապագայում է։ Գիտեք ինչ կա, երբ որ ես նկարում եմ, հիանում եմ իմ նկարներով։ Իսկ չի լինում, որ չեք հավանում։ Հիանում եմ, հետո հետ եմ քաշվում ու նայում եմ նկարին, ասում եմ, լսի ամոթ չի, որ sense նկարես։ Անմիջապես հիասթափվում եմ։ Ու գիտեք, երբ որ ընկերոջս հետ խոսում է, ինքը ինձ հարց տվեց, ասեց, որ դու նկարում ես, նկարդ հավանում ես, կա է ձեր հարցը տվեց, որ դուք հավանում եք, ասում եմ, լսի չէ։ Ասում եմ, ուրեմն դու դեռ աճում ես։ Եթե կանգնես, ասես, այս ինչը լավն է, դու ուրեմն ավարտվել ես։ Դա ինձանից անկախ է այդ ձևի։ Ուրեմն երևի դեռ աճում եմ, երևի դեռ քայլում եմ։ Բայց կա չէ, որ հիանում եք։ Իսկ դե իհարկե, ժամանակ անց անգամ։ Իսկ այն, որ ինչ որ դնեմ գնահատման, ասեմ, սա նա որն է լավը, ոնց կարելի ասել, աղջիկս է լավը, թե տղես է լավը։ Հավասարազոր երեխեք են, հավասարազոր բոլորն էլ ոչ մեկի չեմ կտրվի։ Ու նկար տալուց ես շատ ժլատ եմ, շատ դժվարությամբ եմ տալի, շատ դժվար եմ կտրվում, որովհետև ես կարելի ասել արյան գնով եմ այդ նկարն ստեղծել։ Ես շատ դեպքում ամենաթանկը։ Նկատի ունեմ ոչ թե արժեքը, այլ չէ, բոլորն է թանկ են։ Իմ կինն ասում անենց գին ես ասում նկարները չեն առնում։ Ասում եմ որովհետև ես վերև եմ բարձրանամ, լսի, վերևից ստեղծած նկարը ոնց կարա կոպեկներով տալ։ Կմեռնեմ, ասում եմ էժան կծախեք։ Ես մի անգամ այդ հարցը ուղղեցի մի նկարչի եւ ասաց, որ դժվարությամբ կբաժանվեմ, բայց կա մեկը, որ երբեք չեմ բաժանվի, դա իր մայրիկի պատկերն է։ Դե գիտեք ինչ կա, ես տենց թողինցների, բայց հավալի նախադասություններ չեմ ասին, ինձ համար բոլորն էլ եւ մայրիկ են եւ հայրիկ են այդ նկարները։ Բոլորից ես շատ դժվարությամբ եմ բաժանվում։ Իսկ եթե օրինակ պատվեր է լինում, բայց ձեր սրտով չէ, ընդունում եք։ Թե եթե չկա ներշնչակ, ընդունում եմ, բայց դա ստեղծագործական աշխատանք չի։ Շատ է տարբերվում, հա։ Բայց իհարկե։ Նկարում եմ դիմացինը հավանում է, բայց չէ՞ նույն մարդն է եւ նույն էներգիան, նույն ներուժն է դնում, չէ։ Չէ։ Իսկ ինչու չեք դնում։ Դա հնարավոր չի, որովհետեւ աշխատում ես, որ դիմացինին դուր գա, քեզ դուր չգա։ Որտեղ դիմացին նկարչություն չի հասկանում եւ գալիս է այս պրիմիտիվ եւ པարզ բաներից է խոսում նկարչության մեջ, որ ասում այսա պետք է երևա, այսա սենց, այսա նենց ու տենում ես որ քեզ տանում է ավելի ցածր ու ավելի հեռուտեղ, որ դա պետք չէ ծևիլի։ Ես չես ստեղծագործում։ Իսկ եթե ստեղծագործում ես, դու ասում ես այս սա է։ Ուզում ես վերցրու, չես ուզում մի վերցնի։ Հետաքրքիր մոտեցում է։ Եվ իհարկե ծրագրերից խոսենք, առաջիկա ինչ նախագծերում եք ներգրաված, ինչ ծրագրեր ունեք առաջիկայում, կկիսվեք մեզ հետ։ Դե ունեմ ցուցահանդեսների շարք։ Ձեր անհատական։ Չէ, իմ անհատականը ես մյուս տարի կլինեմ 70 տարեկան, իմ ընտանիքս է ստիպում, որ ես շատ նկարեմ եւ ցուցահանդեսի պատրաստվեմ, ճիշտ ասած ինձ համար դա մի քիչ ցավալի ցուցահանդես է, դառնում ես 70 տարեկան ու չես ուզում ասես 70 եւ ցուցահանդեսի պատրաստվես։ Դե էլի կար 60, էլի կար 50, բայց որ հիմա էլ 70-ն է ինչ որ մոդիկանում ու պետք է դրա մասին մտածես։ Շատ ցավալի է։
ցուցահանդեսներ, ասենք, աշխատում եմ իմիջիայլոց, ես նաև Ալավերդո քաղաքի նկարիչների միության մասնաճյուղի վարիչն եմ, մեր նկարիչների միության ստեղի էլի մասնաճյուղն է, տեղի նկարիչներին եմ ուզում բարձրացնեմ, ուզում եմ տեղի նկարիչները աշխատեն, օգնածել եմ ինչ-որ չափով, եթե հասկանում են, Երևան իրանք, ստեղծագործեն, այ դրա մասին եմ շատ մտածում, որը շատ դժվար է քնաստեղից արթնացնել իմիջիայլոց, շատ դժվար է, չուզող մարդուն զորով ասես նկարի։ Ես իհարկե իրավունք չունեմ ձեզ խորհուրդ տալու, բայց կառաջարկեմ այդքան ցավալի չընդունել Գալիկ Հոբելյանը, որովհետև շատերին դրանում մերժված է։ Այնպես որ դա Աստված եւ 70-ին պատրաստվեք, եւ 80-ին, եւ 90-ին լինեք առույգ, ստեղծագործող, ծնվեն նոր կտավներ, իսկ մեզ համար հանդիպան նոր առիթներ։ Ապրեք, շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն, որ կիսվեցիք շատ նուրբ եւ հետաքրքիր ստեղծագործական մոտեցումներով, անկեղծացաք մեզ հետ եւ հաջողություն ձեր գործունեությունում։ Նորից շնորհակալություն ձեր հաղորդաշարին, կանաչ ճանապարհ, նորանոր հրաշալի մարդկանց հրավիրեք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք գեղանկարիչ ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռաֆայել Ջավախյանին։ Այսօր այսքանը, մինչ նոր հանդիպում։